որովհետև կլուբնիկային բարեփոխումներ էին անում, որովհետև ինչքան լավ մասնագետ կա, սաղին անունը դրել են Թալանչի գող, աշխատանքից հեռացրել են, տեղը նշանակել են գցնող սպաները։ Պատճառներից մեկն էլ սա է, որովհետև երբ որ արդեն պատվիրած հոբ համակարգը, որ պետք է գար, փոխարինել էր 4 սուերով, որոնք մեկ մարտական թռիչք չեն արել։ Ու կարող եմ այս շարքը շարունակել։ Եկեք անցնենք Հիմա հապկի հետ հարաբերվելու խնդիր չկա ընդհանրապես։ Նայեք, հապկի նկատմամբ ես էլ ունեմ որոշակի հիասթափություն։ Հիասթափությունս գալիս է հետևյալից։ Իրականում հապկի անդամ բոլոր երկրները, բացի Ռուսաստանից, Ադրբեջանի հետ ունեն շատ ավելի լավ հարաբերություններ, քան Հայաստանի հետ։ Սա արդեն խնդիր է մեզ համար։ Ինչ ենք արել մենք, որ մեր հարաբերությունները չփչացնենք հապկի հետ։ Հակառակը, արել ենք ամեն ինչ, որ այս պատկերը ստեղծվի։ Մենք պետք է հապկին դիտենք հետևյալ կերպ։ Հապկը ինքը իրենով առանց Ռուսաստանի ինչ է իրենից ներկայացնում։ Ոչինչ։ Այսօր օրինակ ՆԱՏՕ-ից եթե Միացյալ Նահանգները դուրս գան, ՆԱՏՕ-ի տակ ինչ է մնալու։ 80% ծախսերը Միացյալ Նահանգների ծախսերն են եւ Միացյալ Նահանգների կարողություններն են ՆԱՏՕ-ում։ Հապկին նայենք որպես Ռուսաստանակենտրոն մի կառույց եւ մենք գործ ունենք Ռուսաստանի հետ։ Մոռաց Լուկաշենկոին, մոռաց թե ինչ որ մի բան են չի ասել կամ են չի արել կամ մոռաց կենտրոնական Ասիայի երկրներին։ Շատ պրագմատիկ բաների մասին եմ խոսում։ Բայց sense դրոշ սարքել եւ դրա այդ հողի վրա Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնել եւ հետո ասել զենք չեն տալիս, չեն ծախում եւ այլն, դու ամեն ինչ արել ես, որ քեզ վատ վերաբերվի։